Հարգելի գործընկերներ, քանի որ խոսեցինք դպրոցների եւ մանկապարտեզների մասին, պարոն Խուդայցյան, մենք չզեկուցվող հարցերով դպրոցներում մանկապարտեզների եւ նախակրթարանների համար գումար հատկացրինք վերաբաշխմամբ, բովանդակային 2 բառ ասեք, որից հետո Պարոն վարչապետ, խոսքը մարզպետների աշխատակազմերի կողմից նորոգվող մանկապարտեզների մասին է։ Ինչ ունեք ավելացնել։ Այո, պարոն վարչապետ, խոսքը վերաբերում է ավելի քան 4 միլիարդ դրամի չափով վերաբաշխմանը, որը իրականացվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև եւ սրանով մենք հնարավորություն ենք ստանում մարզերում մեկնարկել 37 մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքները, 5 դպրոցների նախակրթարաններում աշխատանքները ավարտել եւ մեկնարկել, ինչպես նաեւ հավելյալ աշխատանքներ են մեկնարկում ավելի մեծ թվով հաստատություններում, մասնավորապես 74 դպրոցների 2 մանկապարտեզների համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության, նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններին է ուղղվում եւ այս նույն որոշմամբ մենք նաեւ Հրազդան մարզադաշտի ատլետիկական ենթակառուցվածքի ուրեմն կառուցման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին են գումար հատկացնում։ Հիմա ենթադրում եմ, որ այս աշխատանքները մանկապարտեզների եւ նախակրթարանների տարբեր փուլերում են գտնվում, թե նույն փուլում է գտնվում։ Հիմնականում ունենք իրավիճակ, որ իրականացվել են մրցույթներ, կնքված են պայմանագրերը եւ հիմա խոսում ենք աշխատանքների մեկնարկի մասին, վերանորոգման մասին։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, թվարկենք, թե որ մանկապարտեզների եւ նախակրթարանների մասին է խոսքը։ Արագածոտնի մարզում աշտարակի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ, Աշտարակ բնակավայրի թիվ 1 Մանուշակ մանկապարտեզ, Ապարանի թիվ 1 մանկապարտեզ, Քուչակի մանկապարտեզ, Հարթավանի մանկապարտեզ, սա Արագածոտնի մարզն է։ Արարատի մարզում Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, Փոքր Վեդու Զարթոնք նախադպրոցական ուսումնական հաստատություն, Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 Մսուր մանկապարտեզ, Արտաշատ համայնքի Դալար գյուղի մանկապարտեզ, Արտաշատի թիվ 4 Մսուր մանկապարտեզ, Արմավիրի սա Արարատի մարզներ, Արմավիրի մարզում, Արմավիրի թիվ 3 մանկապարտեզ, Արմավիրի թիվ 7 մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզում, Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, Ձորագյուղի մանկապարտեզ, Սևան համայնքի Հեքիաթ մանկապարտեզ, Ծովագյուղի մանկապարտեզ, Կարմիր գյուղի մանկապարտեզ, Լոռու մարզում, Շիրակամուտի Արևիկ մանկապարտեզ, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզ, Ալավերդի համայնքի Արևներ Մսուր մանկապարտեզ, Վանաձորի թիվ 40 մանկապարտեզ, Կոտայքի մարզում, Գառնիի մանկապարտեզ, Մրգաշենի մանկապարտեզ, Հրազդանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն, Շիրակի մարզում, Լապտերիկ Մսուր մանկապարտեզ, Արևիկ մանկապարտեզ, Սառնախյուրի մանկապարտեզ, Սյունիքի մարզում, Լեռնաձորի մանկապարտեզ, Սիսյանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, Վայոց ձորի մարզում, Աղավնաձորի մանկապարտեզ, Վայքի թիվ 1 մանկապարտեզ, Վայքի թիվ 3 մանկապարտեզ, Տավուշի մարզում, Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ, Հաղարծինի մանկապարտեզ, Կոթիի Մսուր մանկապարտեզ, Սարիգյուղի մանկապարտեզ, Բերթավանի Մսուր մանկապարտեզ։ Նախագծով նաև որոշակի աջակցություն է ցուցաբերվում համայնքներին համաֆինանսավորման համար, ճիշտ հասկացա, չէ՞։ Այո։ Հետևյալ դեպքերում Արագածոտնի մարզի Սադունցի հիմնական դպրոց նախակրթարանի ստեղծման համար, Շիրակի մարզի Գյումրի թիվ 6 հիմնական դպրոց, այստեղ ավարտված են նախակրթարանի ստեղծման աշխատանքները եւ ուղղակի ֆինանսավորում ենք։ Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում նախակրթարանի ստեղծման աշխատանքներ, որոնք ավարտված են, Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոց, որտեղ նախակրթարանի ստեղծման աշխատանքները մեկնարկման փուլում են, եւ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց, որտեղ նույնպես նախակրթարանի ստեղծման աշխատանքները մեկնարկի փուլում են, եւ նախարար նշեց արդեն նաեւ 74 դպրոցի եւ 2 մանկապարտեզի նորոգման աշխատանքների համար որոշակի տեխնիկական ուսումնասիրությունների փուլ ենք մտնում եւ ֆինանսավորում ենք այդ տեխնիկական ուսումնասիրությունների աշխատանքները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։